Պարոն Հայրապետյան, տևական ժամանակ է հրապարակվում է Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի մասին, որ ըստ էության բժիշկներին թույլ չեն տալի Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ մուտք գործել, ավելին տեղափոխեցին հիվանդանոց, կրկին հետ վերադարձեցին քրեակատարողական հիմնարկ, կասեք երբ եք տեսել Վարդան Ղուկասյանին եւ ինչ վիճակում է։ Ուրբաթ օրն եմ տեսել, կներեք շաբաթ օրը։ Շաբաթ օրն եմ տեսել, առողջական վիճակը բարվոք չէ, կրկին կան բողոքներ, հատկապես սրտի շրջանում։ Իր ցանկությամբ առողջական վիճակի մասին շատ չենք բարձրաձայնում, որովհետև ինքը շատ բան թույլ չի տալիս, բայց այսօր կա մի մտահոգիչ իրավիճակ։ Փաստացի մարդը ունի առողջական խնդիրներ եւ ունի բուժօգնության կարիք։ Տևական ժամանակ արգելում են իր կողմից ընտրված բժշկի կողմից զննության ենթարկվելու Վարդան Ղուկասյանին։ Ընդ որում դա բոլորը իր ծախսերով, պետության համար դա որևէ ծախս չի։ Տևական ժամանակ այդ արգելքից բացի ըստ էության ինքը կիսատ բժշկական օգնություն եւ հետազոտություն է անցել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում։ Տևական ժամանակ մեզ ռեալ պատասխան չեն տալիս, ի վերջո ինչ արձանագրվել այդ մարդու մոտ հետազոտությունների արդյունքում։ Եվ այս փունջը եւ միացնում ենք նրան, շատ մտահոգիչ պատկեր է ստացվում, որ դիտավորյալ կերպով Վարդան Ղուկասյանի առողջության պատշաճ պահպանման առումով պետությունը որևէ քայլ ոչ միայն չի ձեռնարկում, այլ նաև խոչընդոտում է, որպեսզի անձը կարողանա պատշաճ բժշկական օգնություն ստանա։ Եթե այս ամենը գումարում ենք նաև հայտնի հայտարարությունների հետ, Վարդան Ղուկասյանի նախկինում արված մտահոգությունների հետ, 2007 թվականին իրականացված եւ չբացահայտված մահափորձի հետ, ապա պատկերը իրապես լուրջ մտահոգիչ է։ Ընդ որում տարբեր այցանների ենք դիմել, այդ թվում նաև, որ առ այսօր 21-10-25 թվականից առ այսօր Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրված այլ ընտրանքային խափամիջոց, բայց անձը շարունակում է ապօրինաբար գտնվել կալանքի տակ։ Քննչական գործողություններ մեղադրանքից հետո, վերջին մեղադրանքից հետո արդեն իր կարծիքը հարցազրույցում իր հնչեցած արտահայտության մասով այլ քննչական գործողություններ եղել են։ Չեն եղել այդ գործով, եթե նկատի ունեք այդ մաքսային այդ միության այդ դրանով ոչ, բացի այն որ մեղադրանք են ներկայացվել, իր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել։ Եվ ձեր քայլերը որոնք են լինելու։ Մենք ունենք արդեն բողոքարկումներ, մինչ օրս գլխավոր դատախազից որևէ նորություն չկա, արդեն բավականին երկար ժամանակ 10 օր մոտ անցել է։ Այդտեղից որևէ արձագանք չկա, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին ենք դիմել, որևէ արձագանք չկա, վերաքննիչ բողոքը ընթացքի մեջ է եւ նաեւ ուրբաթ օրը դիմել ենք դատարան, հակակոռուպցիոն դատարան, նոր հանգամանքների հիմքով վարույթ հարուցելու եւ խափամիջոցի հարցը քննարկելու մոտորես սպասում ենք դրա արձագանքի։ Պարոն Հայրապետյան, ինչու Վարդան Ղուկասյանը չի ուզում, որ իր առողջական խնդիրների մասով բարձրաձայնում լինի, որ տպավորություն չստեղծի, որ ինքը իր տեսակն է դա, ինքը չի ցանկանում շատ դաշահարկվի զուտ իր բնույթից, իր բնավորությունից ելնելով Վարդան Ղուկասյանը առհասարակ այն մարդն է, որը ողջ ասես ասած խղճահարության որևէ այլ բանի կարիք չունի։ Դա իր տեսակն է, իր բնավորությունն է, որ ինքը չի ցանկանում, որ մտածեն, թե որ ինքը շահարկում է չեղած բան հիմնականում։ Իսկ Գյումրիի քաղաքապետարանում բացի տեղ ունեցած խուզարկություններից անձամբ պարոն Ղուկասյանի տունը խուզարկել են։ Օֆիսն են խուզարկել, գրասենյակն են խուզարկել։ Կա ինչ-որ բան, որ արգրավ է տարել։ Մեզ նման տեղեկություն չկա, որ գործի համար հետաքրքրություն ներկայացնող ինչ-որ բան են արգրավել, որքան գիտեմ արգրավել են օրինական զենքերը, որսորդական հրացաններ են դրանք, օրինական լիցենզավորված զենքեր են։ Գտնում է հակակոռուպցիոն կոմիտեում։ Այո։ Այլ բան չէ։ Կա որևէ այլ գործոբան, որ կուզենաք եւս ավելացնեք, որ ձեզ մտահոգում է ժամանակահատվածը։ Մեզ մտահոգում է երկու հանգամանք։ Առաջինը Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը եւ երկրորդը այն աշճան թիրախավորումն ու ապօրինությունները, որոնք իրականացում են այս քրեական գործով։ Այս քրեական գործը մինակ Վարդան Ղուկասյանի իրավունքները չեն խախտվում, շատ վտանգավոր իրավական պրակտիկա է ձևավորվում, որի զոհը կարող է լինել ցանկացած քաղաքացի։ Այս իրավունքների խախտման այս մակարդակը որը կա, դրա զոհը կարող է լինել մեզանից յուրաքանչյուր, հետեւաբար հատկապես այն մարդկանց, որոնք երբեմն այսպես չգիտես հրճվում են ինչ են անում այս իրավիճակում, խոսքս նրանց եմ ուղղում։ Այն ինչ որ կատարում է այսօր Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրավունքի խախտումների տեսակետից, յուրաքանչյուրից դուրը մի օր չոքելու է։